Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն է Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվել արդեն իսկ բանակցություններ սկսել ամերիկյան հեղուկ գազի մատակարարման շուրջ։ Եվրոպական ուղղություն վերցնելու դեպքում, ըստ Մեդվեդևի, Հայաստանի համար կվերանան ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր օգուտները։ Այժմ ճիշտ ժամանակն է ամերիկյան հեղուկ գազը ծովով ուղիղ ահ երկրի նավահանգիստներ հասցնելու շուրջ բանակցություններ սկսելու համար։ Ըստ Մեդվեդևի, բոլորի համար էլ պարզ է, որ եվրոպական գազի գներին անցնելու դեպքում Հայաստանի բնակչությունը կհեռացնի իշխանություններին։ Այդ պատճառով Հայաստանի վարչապետը ստիպված ամեն գնով փորձում է դուր գալ միանգամից բոլորին, բայց այդպես չի լինում։ Տնտեսական իրականության դաժան փշերի վրա նստելու հավանականությունն օրեցօր աճում է, այնպես ինչպես եղավ 2014 թվականին Կիևում։ Մեդվեդևը նաև հայտնել է, որ Հայաստանի Եվրամիության հետ մերձեցման կուրսը շարունակելու դեպքում ԵԱՏՄ-ում մնալ չի հաջողվի Հայաստանին։ Իսկ դա, ըստ Մեդվեդևի, նշանակում է, որ գազի դիմացել Հայաստանը ստիպված կլինի վճարել եվրոպական գներով։ Նա, ով փորձում է նստել երկու աթոռի վրա, ռիսկի է դիմում։ Ընդ որում, Թրամփների եւ Մակրոնների հետ զրույցներից թեւավորված կովկասյան բարեփոխիչն այնտեղ է հասել, որ հայտարարել է, թե ցանկացած սցենարի դեպքում Ռուսաստանը պարտավոր է իր հեռացող գործընկերոջ համար պահպանել գազի ներկայիս գները 177.5 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, եւ կարեւոր չէ, որ 2026 թվականի մայիսին Եվրոպայում այս ապրանքի բորսայական գները տատանվում էին 1000 խորանարդ մետրի դիմաց 570-ից 590 դոլարի սահմաններում։ Ես հիշեցնեմ, GSP Plus համակարգ կար 6400 տեսակի ապրանք արտոնյալ ռեժիմով կարող էր արտահանվել Եվրոպական միության։ 10 քանի տարի այդ հնարավորությունը տված էր Հայաստանին։ Մեր GSP-ի տակ արտահանման ծավալները եղել են շատ քիչ, ընդամենը 70 միլիոն դոլար։ Ինչու՞։ Այնտեղ ալյումինի փայլատիքը հանքերի հանքահասնաբերական որոշ նյութեր ուրիշ բան համարյա չի եղել, որովհետև մենք այդ ստանդարտներին չենք բավարարում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանն էր հայտարարել, որ Եվրասիական տնտեսական միությունը չի կարող քննարկել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցը առանց Երևանի կողմից համապատասխան հայտի։ Հավանական է, որ մոտակա ԵԱՏՄ-ի ժամանակ ուղղակի հարց բարձրացվի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ծառայեցնելու վերաբերյալ։ Руководители Армении заявляют о том, что они не планируют выходить из ЕАЭС. Հայաստանի ղեկավարները նույնպես ասում են, որ չեն ուզում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանը մնա միության մեջ։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում եւ բարգավաճի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես նրանք արել են վերջին տարիներին, երբ ԵԱՏՄ-ում էին։ Ռուսաստանն արդեն անցել է տնտեսական գործիքների կիրառմանը։ Ռուսաստանում կասեցվել է Հայաստանից ներմուծված հայտնաբերված անորակ ալկոհոլային արտադրանքի, մասնավորապես Վեդի Ալկո Աբովյանի կոնյակի գործարան եւ Շահնազարյան գինի կոնյակի տուն ընկերությունների արտադրած գինու եւ կոնյակի իրացումը։ Ռոսպոտրեբնadzորը վերահսկողություն է իրականացնում եւ պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կանխելու նպատակով առևտրային կազմակերպություններին եւ ներմուծողներին ուղարկել է տեղեկատվություն արտադրանքի իրացման կասեցման եւ անորակ ալկոհոլային արտադրանքը շրջանառությունից հանելու մասին։ Ռուսները, երբ որ ձեռնոցի աչք են փակում, որտեղ իրենց շուկայում է դրա կարիքը կա, կամ ոչ միշտ ժամանակը դրանով զբաղվեն, բայց երբ որ իրավիճակները են փոխվում, իրենք կարող են հիշեցնել։ Ես մի լուծում էլ առաջարկեմ։ Նույն ապրանքները, եթե նաև մեր ֆիրմաները արտանում են ԵԱՏՄ այլ երկրներ, օրինակ Բելարուսիա, Ղազախստան եւ այլն, թող նրանք հետաքրքրվեն համապատասխան մարմինները, արդյոք այնտեղ են ստուգվել, կամ փորձի համար մի հատ ուրիշ տեղ ստուգեն, համեմատելու համար, տեսնենք, որ Ռոսպոտրեբնadzորը ճիշտ է, արդարացի է, արդարացի չի։ Ռոսպոտրեբնadzորը ժամանակավոր սանիտարական միջոց էր սահմանել Հայաստանում արտադրված ջերմուկ հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում կասեցնելու վերաբերյալ հիդրոկարբոնատ իոնի, քլորիդների եւ սուլֆատների պարունակության հայտնաբերված գերազանցման պատճառով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։